Բարերեգոսելի հերոստատիզոներ ըստ երևույթին ռսաստրուկները 5-40-յան ջամփարը ոչ մեկ կերպ չընդունիր անկախ մտածող հայու գոյությունը եւ այս մոդելացիվի գլխավոր դրդապատճառը այն է որ ըստ երևույթին 5-40-ը նախկին ռեժիմական քողապետականները գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ իրենց անմիջական կորձընկերներ գրոնական քողապետության ղեկավարներ Գորուն Ներսեսյան, որ բռնազավթած է ամենան հայոց կաթողիկոսության Սուրբ Աթոռը եւ իրեն անմիջական զինագիցներ Արեմեդյան Միացյալ Նահանգներու Լոս Անջելեսի Արեմեդյան թեմի առաջնորդ Հովնան Դերդերյան Մոսկվայի իր արյունագից եղբայրը Եզրաս Ներսեսյան եւ այլ շրջաններ չմոռանանք նաեւ որ կանադայի առաջնորդը բավականին խնդրահարույց կորձունեություն սկսած է ծավալել գողոպդելու դեղական կանադահայ համայնքը եւ աբորինի ճանապարհներով եկեղեցին որ հավատացյալ հայեր արույն քրդին թափած են դաստամյակներու երկանքին որ այդ եկեղեցին լավալի շրջանը ասենք իրականացնելու համար այդ մասին հետաքային իսկ ինչ կվերապերի 5-րդ չարասյան այն կստմնելի թադաբարդելի այն կորզելացևին որ անոնք որոնք իրենց հետ քաղաքապարագի չեն եւ հլու հնազանդ կամ գուրորեն չեն քննադատեր օրվան իշխանությունները հանցինս արժանապատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր կորձընկերներուն ոչ թե ինտիմատիր չագերդիալ սուտ կորձընկերներուն որ նաեւ սուտ ինտիմատիր են այլ իրական կորձընկերներուն եւ խորհրդարաններս եւ արտախորհրդարանական առողջ ուժերը ուրեմն բոլորին գբիդագավորեն որպես Փաշինօղլու կամ Թուրքի ասենք կորձակալ եւ այլն վերջերս զրույցը եղավ հերագա գարկով Արիստ Լալայանց անունով մեկ անձնավորության հետ որուն շատ մոդիգեն չեմ ճանաչներ բայց ըստ երևույթին Facebook-յան չագերդյալ ընկերներ ենք եւ ըստ երևույթին բարոն Լալայանցը շատ ծանր գտանի այն փաստը որ իմ նմանները որպես հայկական pedagogical զորագիցներ ոչ անպայման օրվան իշխանություններու ասենք գուրորեն հետևորդներ այլ հայկական pedagogical զորագիցներ գբիդագավորե անհիմն գերբով լսենք իր գոմե թողարկված կամ ինձի ուղարկած messenger-ի ճանապարհով այդ պատկամը եւ ես պիտի պատասխանեմ իր անհիմն ապաստանություններուն Բարոյցես, բարոն Ջաբար ես բոլորին եմ ընդհանրապես զանգում ում հետ կապ ունեցել եմ ուզեցել եմ ունենալ ասինքն դրական ռիսկ է պարունակող մարդկանց հետ եմ ցանկացել միշտ շփվել բայց նպատակի հետապնդող որ դրական արդյունք ունենանք ինչ իմաստով այն իմաստով որ ինչը հային է թույլ տվեք հայը մնա հայ ինչը հային է թույլ տվեք ինքը պահպանի հիմա մի տեսակ գիտեք ոնց է կներեք էլի մի քիչ անհարմար հասնամ էլի դուք ինչքան եք վարձատրվում որ Նիկոլի գովերքն եք անում ինձ ուղղակի հետաքրքիր է էլի ասինքն դուք տեղակ չեք ես դրա համար որ տեսած ես ազգային ժողովի մոտ ցանկացած ես զրուցել էլի ցերեցիք ես ուղղակի ուզում եմ ձեզ ամոթանք տամ անկեղծ եմ ասում բուն իմաստով հայկական ամոթանք տամ ես եթե դուք ցանկանաք շարունակել եք զրուցել ես ձեզ կապացուցեմ այսպես փաստերով կապացուցեմ մի կասկածեք կոնկրետ փաստերով կապացուցեմ որ Նիկոլը Փաշինյան Նիկոլը ջհուդ է նաև ջհուդ այն մարդը ով իրեն պաշտպանում է մնացածը եթե ունեք ի պատասխան ասելու խնդրեմ կապաստատեք ես էլ կապացուցեմ շնորհակալություն Թողներող լա բարոն Լալայանցը ես իր մագարտագին պիտի ճիշտնամ զինքը բիդագավորելու ռուսաստրուկ բայց ըստ երևույթին ինքն էլ այդ ջամփարի լեզվամտածողության եւ գարկախոսները դարածելու հետամուտ եղող անցմը գտվի ըլալ իթեպ ասեմ որ 2020-ի 44 օրյա ամիջապես յետքը
երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրականացավ, որ միակողմանի էր, ճիշտ է, այն ժամանակը 5-րդ շարասյունը նախկին ռեժիմականները, քողապետականները շատերս շատ լավ գիտենք, մեր հիշողությունը թարմ է այդ առումով, որ ինչպիսի սցենար փորձեցին իրականացնել, դաբալելու բռնի գերբով զավթելու իշխանությունները եւ ինչպես որ անգլերեն գսեն railroading անելու օրվան վարչապետին բարոն Փաշինյանին եւ պետք է ասել որ երջանկություն հայկական pedagogian եւ հայկական pedagogian քաղաքացիներուն եւ զորագիցներուն այն ժամանակը այդ ճակատագրական բահին հայ անհատներ հայտնվեցան եւ Հայաստանի մեջ եւ Սփյուռքի մեջը, որոնք գդրականապես հագարակ կանգնեցան բարոն Փաշինյանի այդ օրերու ճնշման ենթարկվածության արդիվ հրաժարման։ Այսինքն մենք ես այդ անհատներն եմ, մեր մտածելակերպը հետևյալն էր, եթե այդ բահին 2020-ի նոյեմբեր ամսվա ընթացքին, եթե բարոն Փաշինյանը հրաժարեր, ապա ուրեմն ես հաստատ համոզված եմ, որ 5-րդ շարասյունը նախկին ռեժիմականները ռևանշիզմը պիտի իրականացնեն, որովհետև այն ժամանակ ասենք միակ գազմագերված քաղաքական ուժն էին եւ ըստ երևույթին ուրիշ ճանապարհ չկար բացի ռևանշիզմի իրականացման եւ որու ընթացքին բոլորս պիտի զոհ երթային եւ նաեւ հիմա արդեն 2025 թիվն է նոյեմբեր ամիսը արդեն 5-րդ դարելիցն է 44-օրյա պատերազմին ես հաստատ համոզված եմ որ հիմա արդեն եթե ռևանշիզմ իրականացած լար մենք հայկական pedagogian պիտի չունենայինք այլ Հայաստանը պիտի վերածված լար ռուսաստրուկներու գոմե ռուսական դաշնության ինչ որ մեկ գուբերնիայի, այսինքն նահանգիմը կամ ծայրամասիմը, որ ոչ մեկ երբ իր ինքնիշխանությունը եւ անկախությունը պիտի չի կարողանար գիրառել։ Իսկ ինչ գվերապերի 5-րդ շարասյան ջամփարի գլխավոր թեմքերեն Դաշիր Սամոյի եղբոր որդուն Նարեկ Ղարաբեդյանի բահվածքին երբ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանեց եւ ըստ գարկմա աղբյուրներու միլիոնավոր դոլարներ ծախսեց որբեսի իր PR agent-ը ներկայացուցիչը կարողանա հարցազրույցներու շարք ապահովել բայց բարեփոխտաբար ցախողեցավ իր PR agent-ը ամերիկյան խոշոր հերոստա ընկերություններու հետ հարցազրույցներ ապահովելու Նարեկ Ղարաբեդյանի համար սակայն պետք է ասել որ Թաքեր Քարլսոնը ընդունեց իրեն որպես հյուր եւ իհարկե Թաքեր Քարլսոնը պետք է ասել որ զոհն է Նարեկ Ղարաբեդյանի ստապանություններուն եւ Թաքեր Քարլսոնը ճիշտ այն իդեալական ամերիկացիները մեկն է որ ով որ իրեն փամը գսե միջև որ իր ստախոսությունը հայտնվի թիմացինի ըսածին գահավադա եւ այս բարակային նույնն է բարական ինչ որ բադայեցավ Նարեկ Ղարաբեդյանի հետ եւ Նարեկ Ղարաբեդյանը իշարս բազմաթիվ ստապանություններու եւ ինքն իրեն ամենակետ սևացնելու եւ իբրև թե ցեղասպանությունը գայացած է հայրուն թեմ բարձավես որովհետեւ հայերը քրիստոնյա են Օսմանյան գաստիան մեջ որ դա ոչ մեկ գապ չունի ինչու այդպիսի փնութակրում կներկայացնե Նարեկ Ղարաբեդյանը չեմ հասկանալ բայց միայն մեկ բան մգա որ Նարեկ Ղարաբեդյանը աչքաթող կնե գամովին այն փաստը որ Օսմանյան գաստության հայությունը որպես փնիկ արեմդյան Հայաստանի փնիկ ժողովուրդ անգլերեն ինչպես որ գսեն land grabbing որովհետև թուրք նացիոնալիստները ամեն ինչ դանուլ դված էին եւ պետք էր որ
հողադարածքը բռնազավթեին մնայուն մշտական գերվով ադոր համար իրենք ցեղասպանությունը գազագերբսին բարոն Նարեկ Ղարաբեդյան հիմա հասկացաք ինչու համար ծեր նկարը Պինոկիոյի քիթի երկարությամբ ներկայացվեցավ եւ դուք արժանի եք ադոր որովհետեւ դուք միայն սդափանություններով ներկայացաք Թաքր Քարսոնի հերոստա հայդակիրեն իսկ մյուս սդափանությունը որ ձայր աստիճան հանցակործությունն է պետք է ասել ես եթե վարչապետ Փաշինյանի ասենք աշխատակազմի ղեկավարության դեղը ըլլայի անպայման որ բարոն Նարեկ Ղարաբեդյանին պատասխանատվության կենթարկեի հետևյալ սդափանության համար ըստ Նարեկ Ղարաբեդյանին կամ պետք է ասել Նարեկ Պինոկիո Ղարաբեդյանին իբրև թե Հայաստանի ղարավարությունը թեմ ելած է հայ քրիստոնյա եկեղեցին եւ բարոն Ղարաբեդյանը Պինոկիո Ղարաբեդյանը ամենևին աչքաթողն է գանդեսե այն փաստը որ Հայաստանյաց արաքելական եկեղեցու հավատացյալներն են որ թեմ ելած են Հայաստանյաց արաքելական եկեղեցու ղեկավար Աթորը Սուրբ Աթորը բռնազավթած հագաքրիստոնյա Գդրիչ Ներսեսյաններուն ռասը արաբերեն գլուխ կնշանակի ասին եզի գլուխ եզրաս Ներսեսյաններու եւ Արեմեդյան Միացյալ Նահանգներու դխրահրճակ Հովնան Դերդերյաններու եւ մնացած բոլոր քողապետականներուն ուրեմն ինչպես կարելի է ընդունել որ երբ հավատացյալները եւ որոնց հերթին վարչապետ Փաշինյանը որ ինքն իր հերթին ես երախտաբար եմ որ արար աշխարհին ցույց տվա որ ինքն հավատացյալ է բարոն Փաշինյանը հանդիսացավ առաջին ղեկավարը Հայաստանի Հանրապետության որ իրոք իր հավատքը խորուկ կերպով արտահայտեց անգերց կերպով բادرակներում մասնակցելով հետո սուրբ հաղորդությունը ընդունելով եւ նաեւ ճիշտ բահին բادرակի սուրբ բادرակի ժամանակ ճիշտ բահին խաչակնքվելու երեսը խաչակնքելու ուրեմն Նարեկ Պինոկիո Ղարաբեդյանը այս բոլորը իմանալով հանդերձ սխալ կփնութակրե եւ անհիմն գերբով գամփաստանի ներգա Հայաստանի կառավարությունը որպես հագաքրիստոնյա պետություն ես պիտի հարց տամ իմ զրուցակից հայտնի հրապարակախոս Վարոն Ոսկամխիթարին թե ինքը այս մասին ինչ կմտածի եւ թե ինչ ըսելիք ունի այս դխրահրճակ 5-րդ շարասյան մասին եւ լսենք իրեն Բարոն Չապարյան շատ հստակ է որ այս սուդին ոչը երկար է հստակ է որ բոլոր անոնք որոնք հագա իշխանական են այս բարակային բիդիսեի հագա պետական են որտեղ դակավին մեր մեջ պետականաշինության այդ ըսկացումը չէ զարգացած պետ եղած ցևով այս սուդերը գդարածեն Ճակատամարտ մչգա արջագադում մչգա իշխանության եւ եկեղեցվո թեմ այս բարակային ընդհանրակը գործեն սխալ գերբով բիդագավորել ադիգա հստակ է հարցը եկեղեցին լուրջ պրոբլեմ ունի եկեղեցվո ղեկավարության գակնարկենք եկեղեցին սրբություն սրբոց է եկեղեցին շենքը չէ եկեղեցին ժողովուրդն է որ համախմբված եկեղեցի կգոչվի բայց բոլոր անոնք որոնք այսօր եկեղեցվո բարձրաստիճաններն են դժբախտաբար շահագործած են իրենց վեղարն ու սքեմը եւ փոխանակ հոգեվոր զարայության թաշտը ընդլայնելու որուն գարիքը սկալի է ամեն օրեք մտած են բիզնեսներու մեջ դժբախտաբար ընչակացությունը իրենց մեջ շատ ավելի զորավոր է քան իրենց հոգևոր ապրումները եւ այսօր եկեղեցին
իրենց միջոցով հասած է ջահիջի մեջ։ Եվ մենք ուզենք եւ որ մենք կսենք ժողովուրդը այսօր կբանջի որ եկեղեցին փրկվի այս վաշխարուներեն Քրիստոսի նկարագրած վաշխարուներն են ասում որ Քրիստոս իր օրերուն ինչպես դաջարեն վրընդեց լումայա փոխները աղև նեվաջարները այսօր նույն գացության մեջ է մեր եկեղեցին հետևաբար ժողովուրդը որպես դերը եւ այդ ժողովրդի մեկ բաժինն է նաեւ իշխանության անդամները իրենք դուրս են մեկը չեն եկեղեցու հավատացյալներն են իրավունք ունին բանջելու եկեղեցին մաքրելու այս լումայա փոխներն բարին ամբողջական իմաստով լումայա փոխեն ամեն բան դեղի գունենա մեր եկեղեցու յանքերս շատ խոսած են այս մասին եկեղեցու մեջ ինչպես տրամալվածում գդեղի գունենա ինչպես գալվազներ գսեփականվին ամեն մարդ գիտե որ կարիքին կաթողիկոս հսկայական սեփականություններ ունի բացի իր բալադեն իր քիրի մեջը իր գազ ստեյշնները գազադուները որ գսեն չերմանոցները հացադուները այս բոլորը ինչպես կրնալալ որ եկեղեցականը հոգևոր անթաստանով մտահոգվելու իր ժողովրդին հոգևոր աշխարհ զարգացնելու մտահոգութենեն փոխանակ այդ մեկը գդարելու ամբողջական մտածի աշխարհի կյանքի մեջ եւ իր մտահոգությունը միայն այդ է հետեւաբար ժողովուրդը որպես եկեղեցի իրավունք ունի բանջելու եւ հերացնելու այս վաշխարուները որովհետեւ Կարեկին Կաթողիկոս իր մենադիրական վարչագարկով այնպիսի սերունդ պատրաստեց որոնք բոլորն ալ իր հացահատիկեն գշտացան դժբախտաբար բոլորն ալ նույն ցևով կմտածեն իրենց համար հոգևոր աշխարհ գոյություն չունի իրենց համար ամեն բան աշխարհիկ է եւ որովհետեւ հստակ է որ իշխանություն աշխարհիկ իշխանություն եւ եկեղեցի դարանչատված են այդ չնշանակեր որ մեր փարսաստիճան եկեղեցականները իրավունք ունին չարաշահելու այնինչ որ իրենց տրված է հետեւաբար ժամանակը հասած է որովհետեւ ջահիջը երթալով ավելի գխորանա այս բարակային եւ բոլոր ժողովուրդը կտեսնի թե ինչեր կբադային Կարեկին ընդեմ Արշակ arczepiskopոսին հերոստա դեսիլ վրա կտեսնենք այդ ցայներիզները դեսայերիզները որոնք իսկապես ամոթ կբաճարեն չսելու համար որ գխորդագեն մեր հոգևոր աշխարհը բայց եկած է ժամանակը որ այս բոլորին լուծում մտանք ինչպես լուծում պիտի տանք շատ հստակ է ես այս արիտով գուզեմ նաև գոչ ուղել բոլոր հայ եկեղեցականության ի վերջո ճիշտ է որ ներկայիս խնդիրները գետրոնացած են մայրաթորի մեջ բայց չմոռնանք որ կան 3 նվիրաբեդական աթոռներ եթե մեր հոգևոր հայրերը լավ մարդաբեդ եպիսկոպոս arczepiskopos Կաթողիկոս եւ Բադարիարք եթե մի փոքր արժանապատվություն ունին եւ գտեսնեն այս բոլորը չեն գրնար լուր մնալ այս բարակային լուր մնալը հանցակործություն է եւ հիմա եկած է բահը որ մեր նվիրաբեդական մյուս աթոռները միանան այն եպիսկոպոսներուն որոնք վերջերս սկսան բարձրացնել ամիջական եպիսկոպոսական ժողովը հրավիրեն ըլլադիգա հայրենիքի մեջ եւ գամ Երուսաղեմի մեջ դիրոջ դաժարին արչև քերեզմանին արչև անգամ եւս ուխտենք որ մենք պիտի ծառայենք մեր ժողովրդին եկեղեցու ջամփով հասած է ժամանակը եթե մեր նվիրաբեդական աթոռները անդարբեր պիտի մնան դժբախտաբար են այսօր այս գացությունը երբեք պիտի չփոխվի եւ կրնա շատ ավելի մեծ փոթորիկ ստեղծել եւ կրնան այնպիսի երևույթներ ստեղծվել մեր գրոնական կյանքի մեջ որոնք դարիներու ընթացքին հավանաբար չկարենանք փուժել հետեւաբար ես բոլոր եկեղեցականներուն
գոչ կուղեմ, որ ամիջապես ցերնարգեն եպիսկոպոսական ժողով։ Այդ եպիսկոպոսական ժողովը փարոյական եւ իրավական բարդավորություն ունի լրջորեն մտածելու այս թնջուկեն դուրս ելնելու համար։ Եվ ինչպես կարելի է դիգանել, այդ եպիսկոպոսական ժողովը նախ դեղաբահմը գնդրե, որովհետեւ Քարեքին գաթողոս բահմը հանգստյան գոչվի մինչև որ ասկային եկեղեցական ժողովի գոչ ըլլա եպիսկոպոսական ժողովի կողմէ, որովհետև ասկային եկեղեցական ընդհանուր ժողովին իրավասության մեջ կմնա գաթողոսը հերացնել իր աթորեն։ Առաջինը չէ, վերջինն ալ պիտի չլա։ Բոլոր անոնք, որոնք գշահակորձեն իրենց աթորները հանուն մամոնայի եւ գարադավորեն եկեղեցու եւ եկեղեցականի բադիվը պիտի ենթարկվին օրենքի։ Մարդ չկա ըլլա եկեղեցական, ըլլա աշխարհական, որ օրենքի բարձր է։ Այսօր եկած է այդ հրամայականի բահը եւ հետեւաբար այդ եպիսկոպոսական ժողովը լրջ օրեն կորց ունի գադարելիք, որովհետև ասկային եկեղեցական ժողովի համակումարով մենք կփրկենք մեր եկեղեցին։ Հավանաբար ասկային եկեղեցական ժողովը թելատրե բոլոր անոնք, որոնք մինչև այսօր վիժած կյանքը վարեցին Քարեքին գաթողոսի գողքին, հերանան աբաշխարության եւ գամ ամբողջական հերանան եկեղեցին, որբեսի եկեղեցի մակրվի եւ ժողովուրդը անգամ եւս վերահաստատե իր հավատքը եկեղեցու նկատմամբ, վերահաստատե իր հարկանքը եկեղեցականին նկատմամբ։ Եկած է ժամանակը եւ անորոմար ես գոչ կուղեմ, բարձրացան գոչ կուղեմ Արամ գաթողոսին, Սահակ բادرիարքին, Նորհան բادرիարքին, ցերկ դան եւ այս ժողովը հաջողցնեն, որովհետեւ իրենց լրությունը նախ հանցակործություն է, ապա եկեղեցին գարաշնորթեն ավելի խոր անտուններով։ Շնորհակալություն բարոն Մխիթարյան։ Ըստ երևույթին վերջերս վերջին շաբաթներում բավականին թրական զարգացումը սկսած է Հայաստանեն ներս, երբ իսկական հավատացյալներ սկսած են համախմբվել եւ մեկի մյուսին յետևեն Հայաստանյաց արաքելական եկեղեցու ազդակրումը սկսած են իրականացնել յուրաքանչյուր քայլով մեկ եկեղեցի, սկսելով Հովանավանքեն եւ շարունակելով այլ սրբավայրեր, երբ մեր հավատացյալ ժողովուրդը խորներամ բազմությամբ միացավ վարչապետ Փաշինյանին եւ իրականացուցին ուղղակի իսկական հոգեվոր սնուցման եւ համախմբումի ասենք ակտը, որ ինքնին արդեն շատ կարևոր քայլ մնե, որբեսի մենք համակորձակցաբար բոլորս միադեղ Բոլոժենյան, որ ռուսական գաշտության գոմե եւ ներգայիս Պուտինի գոմե ռուսական թաշնության ավտոկրատ Վլադիմիր Պուտինի գոմե եւ որուն ամիջական կորձիկ Քարեքին B Գդրիշ Ներսեսյանը, որ իր չագերդյալ կահագալության արդիվ հոկտեմբեր 27 1999-ին վերականգնեց Բոլոժենյան, բռնազավթելով կամ օգնելով, որ ռուսական թաշնությունը եւ իր FSB-ն, որ KGB-ի հաջորդն է, բռնազավթեն Հայաստանից արաքելական եկեղեցին։ Հիմա ժամանակն է, որ բարոն Մխիթարյանի առաջադրանքի հետ զուգահեռ մեկ մյուսին յետևեն թեմերը Հայաստանի Հանրապետության մեջ կորձող թեմերը որպես թեմական ասենք էություն ազատագրվին միայն եկեղեցիները չէ թեմերը մեկ մյուսին յետևեն ազատագրվին եւ հավատացյալները ինչպես որ ազատ աշխարհի մեջ հայ հավատացյալները լիազորություն ունին ըստ Հայաստանից արաքելական եկեղեցու
օրենսդրության ընդրելու իրենց պատգամավորները եւ որոնք իրենց հերթին գնդրեն իրենց թեմագալ առաջնորդը։ Ուրեմն այս աբա բոլոժենացումը Հայաստանին ճանապարհը պիտի հարթե, որ Քարեքին B Գդրիչ Ներսեսյանը իսկապես մեգուսացման իզոլացիայի ենթարկվի եւ իր կմաճուկները չկարողանա կորզատրել։ Իսկ անգետ զադալ բազմաթիվ հայրենագիցներ, քաղաքացիներ եւ ասենք սպիրկի մեջ գայք հաստատած հայեր, գիտակից հայեր սկսած են բարձրացնել այն բանջը, որ օրվան կառավարությունը Քարեքին B գոչեցյալ Գդրիչ Ներսեսյանին եւ իր ողմագիցներուն իրենց հանցակործության արդիվ որպես քաղաքացի հանցակործություններ կորձած ըլլալու համար բռնե եւ թադե եւ ասկե մի քանի ամիս առաջ բարձրացանեցի այս դաղավարեն այն փաստը որ ինչպես Քարեքին առաջին Սարգսյանը թունավորվեցավ եւ այդ թունավորման արդիվ պետք է որ investigation, այսինքն հետաքննություն ըլլա եւ բարոն Մխիթարյանն ալ նշեց սպանություններու շարքը Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի օրոք վեհարանեն ներս ուրեմն հիմա ժամանակն է որ որպես երրորդ տարբերակ Քարեքին B Գդրիչ Ներսեսյանը եւ իր եղբայրը Եզրաս Ներսեսյանը եւ իրենց նմանակները որպես քաղաքացի թադվին եւ պատասխանատվության ենթարկվին, որովհետեւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը օրենքի քերագայության երգիր է արդեն կշնորհավորեմ բոլորիս եւ մենք պետք է բոլորս սադար հանդիսանանք որ Հայաստանի Հանրապետությունը շարունակե զարգանալ որպես օրենքի քերագայության երգիր, որպես ուժեղ ժողովրդավարություն եւ որպես պետություն, որ արժանի է իր քաղաքացին եւ քաղաքացին արժանի է իր պետության։